Հայաստանի միավորները բարելավել են, դիրքը վատթարացել։ Heritage հիմնադրամը հրապարակել է տնտեսական ազատության ինդեքս 2025 զեկույցը։ Հայաստանը գնահատված 176 երկրների շարքում 57-րդն է և չափավոր ազատ է համարվում։ 2024-ի համեմատ Հայաստանի միավորները բարելավել են 64,9-ից դառնալով 65,4, սակայն դիրքը ընդհանուրի մեջ վատթարացել է 10 կետով։ Ինդեքսը հաշվի է առնում 12 չափանիշ։ Մասնագետների գնահատմամբ տնտեսական ազատությունը սերտորեն կապված է թե տնտեսական, թե սոցիալական զարգացման հետ, կրթություն, առողջապահություն, կենսամակարդակ։ Մեկ միավոր բարելավումը, վատթարացումը շատ լավ ցուցիչ չէ եւ չի կարելի դրա հիման վրա հեռուն գնացող դատողություններ անել, այնուհանդերձ այն գնահատականը, որ մեր հիմնական խոցելի տեղը մնում է ուրեմն օրենքի գերակայության ոլորտը, դա ակնառու է, դա կա եւ այդ խնդիրները լուծելու, այդ հարաբերությունների կարգավորման, ավելի այսպես իրավարկ կիրարկման ավելի արդյունավետ պրակտիկաներ կիրառելու պարագայում մենք կարող ենք էականորեն բարելավել այստեղ մեր դիրքը։ Իդեպ տարածաշրջանի երկրներից Վրաստանը զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը 69 միավորով, Ադրբեջանը 75-րդն է 62,5 միավորով, Թուրքիան 111-րդն է 56,1 միավորով, իսկ Իրանը 169-րդ տեղում է 42,5 միավորով։ Նշվում է, որ օրենսդրական ազատության տեսանկյունից մենք ունենք որոշակի խնդիրներ, դատական համակարգի տեսանկյունից, ինչպես նաև կոռուպցիայի։ Այս երկու ցուցանիշներն են ընդգծվում որպես տնտեսական ազատությանը հիմնական խոչընդոտողներ։ Մենք բավականին բարձր առաջընթաց ունենք մակրոտնտեսական կայունության և պետական ծախսերի այդ ցուցանիշի գծով։ Համաշխարհային միջինը 59,7 միավոր է կազմում, ինչից ավելի բարձր է մեր միավորը։ Միջինացված աշխարհի տնտեսությունը դասվում է հիմնականում անազատ։ Զեկույցում շեշտվում է, որ 176 երկրներից 87-ն ունեն ինստիտուցիոնալ միջավայր, որտեղ անհատները եւ մասնավոր ձեռնարկությունները շահում են առնվազն չափավոր տնտեսական ազատությունից, ավելի մեծ տնտեսական զարգացման եւ բարգավաճման ձգտելով։ Հետաքրքրական է այն, որ աշխարհի խոշորագույն տնտեսություններից Չինաստանը ներկայումս համարվում է ճնշված ազատության տեսանկյունից, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը նույնպես աշխարհում ներկայումս խոշոր տնտեսական դերակատարի եւ հիմնական դերակատարներից մեկը, այս երկրի պարագայում մենք վերջին տարում նկատում ենք ցուցանիշի կտրուկ անկում եւ դիրքի կտրուկ անկում։ Լինելով հիմնականում ազատ երկրների շարքին դասված երկիր, այս երկիրը շարունակում է նույն դիրքում մնալ, բայց այնուամենայնիվ դերային էական դեպի ներքև տեղաշարժեր են նկատվում։ Եվրասիական տնտեսական միության երկրների շարքում մեր երկիրը ամենաբարձր դիրքում է։ Հաջորդում է Ղազախստանը 68-րդ հորիզոնականն է 63,8 միավորով, Ղրղստանը 115-րդն է 55,6 միավորով, Ռուսաստանը 135-րդն է 51,6 միավորով, իսկ Բելառուսը 152-րդ տեղում է 48,9 միավորով։ Արմեն Քթոյանի խոսքով նման զեկույցները կարևոր են հատկապես օտարերկրյա ներդրողների համար։ Այնպես չի, որ ներդրողները միայն դրանով են բավարարվում, սա պարզապես երկրի վրա առաջին ուշադրությունը հրավիրելու գործիք կարող է հանդիսանալ։ Սա ուրեմն միջազգային կազմակերպությունների համար, այսպես իրենց քաղաքականության գերակայությունների կամ այսպես գործիքների ընտրության առումով որոշակի գործոն կարող է հանդիսանալ, նաև կառավարությունների համար սա գործիք է հասկանալու եւ ուշադրություն հրավիրելու հատկապես խնդիրների վրա, որտեղ մի բան է, որ մենք գիտենք, որ դատաիրավական ոլորտը մեզ մոտ խնդրահարույց է, օրինակ, հա, բայց մեկ այլ բան է, երբ որ դու տեսնում ես տարեստարի գնահատականը թվային արտահայտության վատանում է։ Ըստ զեկույցի աշխարհում ամբողջությամբ ազատ տնտեսություն 3 երկիր ունի՝ Սինգապուրը, Շվեյցարիան եւ Իռլանդիան։ Տնտեսապես ամենաճնշված երկիրը Հյուսիսային Կորեան է։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։